Եղանակը չի խանգարում, հատիսը կրկին մարդաշատ է։ 2500 մետր բարձրությունը այս անգամ էլ հաղթահարել են համացանցի տարբեր հարթակներից հայտնի մարդիկ, ովքեր օրվա մթնոլորտով կկիսվեն իրենց հետևորդների հետ։ Վաղուց արդեն համախմբման հասց է դարձած, հատիսում ոչ միայն վերելք է, այլև հերթական հանդիպումը բնության, ընկերության ու ինքդ քեզ հաղթելու փորձի հետ։ Ու չնայած սարերի զովությանն այստեղ ոչ շին աշխատանքներն են դադարել, ոչ էլ մարդկանց հոսքն է նվազել։ Շատերն են ուզում գալ ու ականատեսը լինել կառուցվող պատմությանը։ Շատ տպավորված ենք, թող այս սիմվոլիկ նպատակը ծառայի մարդկանց բերի ապաշխարության, ոչ թե մարդիկ վերաբերվեն որպես կուռքի, այլ իրական ապաշխարության, որ Տիրոջ առջև ծնկի գան ու մեր ամբողջ աշխարհը, ամբողջ մոլորակը Հայաստանին ճանաչի ճշմարիտ համար մեկ քրիստոնյա, ոչ թե ինքանավոր։ Եվ արթնություն լինի ամենակարևորը։ Ապրի պարոն Ծառուկյանը։ Ճիշտ է, մրսում ենք ջան վրա կանգնած, բայց բացարձակ մեծ ուրախությամբ կանգնած սպասում ենք մեր հերթին, սպասում ենք երբ պիտի մասնակցենք ու նաև սպասում ենք երբ է լինելու այդ բացման միջոցառումը, որ մի հատ էլ այդ միջոցառմանը գանք։ Այստեղ ուղղակի շինարարություն չի, այստեղ ամեն քար դրվում է սիրով ու հենց դա մեր ազգի միասնականության ուժը ու հավատքի վառ վկայությունն է լինելու։ Տարիներ հետո մենք շատերը, ոչ միայն մենք, ամբողջ աշխարհը կիմանա սրա մասին ու ավելի լավ կճանաչեն հայի ու նրա հավատքի մասին կիմանան։ Այնքան աննկարագրելի էմոցիաներ եմ զգացել անկեղծ, որոնք որ շատ վաղուց չեմ զգացել, ինչ որ շատ ուժեղ հանգստություն, խաղաղություն ամենակարևորը կարծում եմ, ինչը որ պակասում է այսօր մեր բոլորի համար պակասում է։ Ես շատ տպավորված եմ, որովհետև ինքը սենց ահավոր մեծ իրադարձություն է, պատմական, ու որի մասնակցությունը ես ունեմ, իմ համար այդ շատ սենց մեծ պատիվ է ու շատ հաճելի է։ Ցանկացած քրիստոնյայի համար ինձ թվում է այս պահը շատ սենց տպավորիչ է ու ցանկացած քրիստոնյա կցանկանար այստեղ ներկա գտնվել։ Ու հուսով եմ, որ արդեն արձանը տեղադրվելուց հետո շատ քրիստոնյաներ կգան այստեղ, կտեսնեն իրենց աչքով ու ես վստահ եմ, որ շատ էմոցիոնալ է լինելու բոլորի համար այս պահը, այդ թվում նաև իմ։ Շատ շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին, որ այսպիսի ահռելի աշխատանք է կատարում, որը որ ինձ թվում է ամբողջ աշխարհը գիտի դրա մասին ու էսի ոնց որ մենք մեր խոսքն ենք ասում ամբողջ աշխարհին, էլի այս քայլով։ Տպավորված եմ, շատ հպարտ եմ ու կարծում եմ, որ այս տուրիստիկ կետ կդառնա մեր համար ու սրանով էլ կգրավենք տուրիստներին, որպեսզի գան Հայաստան, ճանաչեն մեր երկիրը ու միանշանակ յուրաքանչյուր կողմից որ նայում եմ, մենակ դրականը կարող եմ ասել, սա մեզ պետք էր։ Տպավորությունները շատ լավ էր, ամեն ինչ շատ լավ կազմակերպված է, սենց բան չկա էլի, էս հիանալի է ամեն ինչ։ Հատիս եկած յուրաքանչյուրին է Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացնում կատարվածն ու ծրագրած աշխատանքները։ Քրիստոսի արձանը վստահ է, համախմբելու է մեր ժողովրդին ու ցանկությունն է, որպեսզի համացանցում հազարավոր հետևորդներ ունեցող բլոգերները այդ ոգին փոխանցեն ոչ միայն տեղացի, այլև դրսում ապրող մեր հայրենակիցներին, ասում է հայը ստեղծարար է աշխարհի որ անկյունում էլ լինի։ Քանի որ դուք մեծ դիտումներ ունեք, մեծ համակիրներ ունեք, հազարավոր, միլիոնավոր Հայաստանում եւ դրսում նայում են, որ դուք կարողանաք տեղյակ պահել, որ այսօր
այս վիճակը մեր ազգի խեղճացած, կոտրված, որպես մենք հայ մեզ ձեռնատու չի, ամոթ եմ ես, որ պետք է կարողանանք միասնական լինենք, ուսուսի տված, կողքոքի կանգնած, որ մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, այդ խեղճությունից դուրս գա, դա բոլորս էլ գիտենք, որ ժամանակավոր բնույթ է կրում, այսօր մենք աշխարհում ենք հայ ժողովուրդը ձեռագիր ունի, պատմություն ունի, ազդեցություն ունի, կարողություն ունի, ունենք շատ ազդեցիկ հայեր, որ նրանք կարողանան տեղյակ լինեն, մասնակից լինել, ցանկացած հայի համար ունի մեկ հայրենիք, որ իրենք պատրաստ են մասնակից լինելու, աջակից լինելու այս վիճակից դուրս գալու համար։ Իսկ հայ ժողովուրդը ձեռագիրն ունի աշխարհի գիտության մեջ, արվեստի մեջ, սպորտի մեջ, կրթության մեջ, այնպես որ մենք պետք է կարողանանք այդ բոլորը իրականացնենք, իրագործենք, որ այս վիճակից դուրս գանք։ Երբ որ դուրս գանք, ամբողջ աշխարհը մեզ կհարգի, կգնահատի, կունենանք ավելի լավ դաշնակիցներ։ Պետք է չնայենք կուսակցական, ոչ կուսակցական, այլ մարդիկ գործով պետք է զբաղվեն, իրենց հայրենիքից կողքը պետք է լինեն եւ կարողանանք այդ բոլորը իրականացնենք, որ մենք կարողանանք հպարտ քայլել։ Անհնարին ոչինչ չկա։ Հավատացեք, եթե ազգովի միասնական ամեն մեկը մի կողմի չկանգնի, մյուսին չբամբասի, ցեղ չշպրտի, կարող եք անել անպայման պետք է կազմակերպել եւ անել։ Իմ խնդրանքը սա է, որ կարողանաք տարածել։ Երբ կավարտվեն աշխատանքները, վերջնական ինչ տեսք կունենա համալիրը, այս ու նմանատիպ հարցերից բացի հավաքվածներին հետաքրքիր է, որն է հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը, իսկ բանաձևը, ասում է Ծառուկյանը, շատ պարզ է։ Պետք է Աստծո շնորհը ստանաս, հաջողակ լինելու, իսկ հաջողակ լինելու դա Աստված է տալի։ Կախված է, որ մարդը պետք է նախանց չլինի, չկամ չլինի, հավատարիմ լինի իր սկզբունքներին եւ այդ մարդը իր գնահատականը նշանակի։ Աստված եթե տվեց հաջողակի շնորհը, ուրեմն լիարժեք քո համար կանաչ ճանապարհը։ Չորը կկանաչի, փակ դռները կբացվեն։ Այո եւ ամեն։ Նախանց մարդը չի կարող հաջողության հասնել։ 6 տարեկան Հակոբն արդեն 3 տարի է զբաղվում է մարտեր առանց կանոնների մարզաձևով, անձամբ է ընտրել սպորտաձևն ու հստակ գիտի թե ինչու։ Ես որոշեցի, որ պետք է գնամ եւ ուժեղանամ, որ պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, մեծանամ դառնամ սիմվոլ, իմ հայրենիքը պաշտպանեմ։ Հատիս առաջին անգամ է բարձրացել, մայրիկը շատ է պատմել Քրիստոսի արձանի ու դրա հետագա նշանակության մասին, ասում է Հայաստան անունը պետք է հաճախ, տարբեր առիթներով հնչի աշխարհի տարբեր անկյուններում, խոստանում է իր ապագա հաղթանակներով մեր երկրի դրոշն ամենավերևում կպահի, ինչպես Հատիսի գագաթին Քրիստոսի արձանը։ Արձանը հատիսանում է եւ նա շատ մեծ է լինելու։ Իսկ 2500 մետր բարձրության վրա թևածող խաղաղության ու միասնության ուղերձը աղավնիները տարան վերև։ Իսկ եթե դեռ չեք հասցրել բարձրանալ Հատիսի գագաթ, այս օրերը լավ հնարավորություն են միանալու հաղթական վերելքին։